դուք նայել եք ձայնագրությունը, ապա տեսած կլինեք, որ չկա ոչ։ Կա հարց եւ տրվել է պատասխան, այսքանը։ Եվ դուք ակտիվորեն այս օրերին ձեր Facebook-յան էջում առանձին կտորներ եք հրապարակում քննչական կոմիտեի մոնտաժված ձայնագրությունից, կարծես արդեն դատավճիռ է կայացված հարուցված քրեական վարույթի վերաբերյալ, նման տպավորություն ենք ստանում։ Դա ձեր տպավորությունն է։ Եթե դուք որպես ահաբեկիչ եք ներկայացնում մի բան, որը դեռևս գոնե դատարանով ապացուցված չի, կներեք, կանխված ահաբեկչական ակտը կարծում եմ պետք է դատապարտվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև ձեր կողմից եւ մեր լրագրող գործընկերների կողմից, ընդդիմության կողմից եւ մենք ցավոք դա չենք տեսնում ընդդիմադիր թույլ տվեք ավարտել չենք տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եւ շատ հաճախ նաեւ մենք չենք տեսնում նաեւ մեր լրագրող գործընկերների կողմից Ինչ պետք է անեն լրագրող նախաքննությունը ավարտված չէ եւ դուք կա ձայնագրություն դեռ ապացուցված չէ Հաստատաններ ասում են մոնտաժված ձայնագրություն երեխեք մեկը թարցվել եւ արդյոք իրական է թե ոչ նույնիսկ հաստաբանը եթե չեմ սխալվում հաստատել է որ ձայնագրությունը եւ մոնտաժված ասում թույլ տվեք ավարտել հաստաբանը վերահաստատել է որ տվյալ մարդու ձայնն է եւ չկա որևէ այլ միջամտություն հետեւաբար այն ինչ գոյություն ունի անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր դրանից իրավիճակը չի փոխվում եւ դրանից գործողությունների պլանը չի փոխվում հետեւաբար այն ինչ մեզ հայտնի է դա դատապարտելի է եւ որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք եւ այն ինչ կանխվել է կարծում եմ շատ կարեւոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության մի տարի գլխավոր դատախազության Կարծեմ ձեր լրատվականներ գրել, որ մենք ես ավականու անդամների հետ դրսում վիճաբանություն եմ ունեցել, որը իրականությանը չի համապատասխանում։ Տեսանյութ կա, որտեղ ես պարզապես խոսում եմ ավականու անդամների հետ եւ առողջ քննարկում կա։ Եվ խնդրում եմ, որ այդ առողջ քննարկումը հենց այդպես լինի։ Եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգ քննչական կոմիտեի նախագահը երեք ասաց, որ այո ձայնագրությունը ամբողջական ներկայացված չի եւ ամբողջական չէին կարող ներկայացնել, որտեղ անձնական տվյալներ կան եւ այո, կիսատ ներկայացում է, որ հատվածը որ կարեւոր է քննության համար դա է ներկայացվում։ Հիմա հարցը այսպեսին է. Եթե ձեր խոսակցությունները, օրվա ընթացքում ձեր խոսակցությունները իրավապահ մարմինները լսեն եւ հանրությանը կոնտեքստից կտրված իրենց ինչ անհրաժեշտ է դա ներկայացնել։ Օրինակ դուք ո՞ր քրեակատարողական հիմնարկում կայացնեք։ Ես որևէ քրեակատարողական հիմնարկում չեմ կարող հայտնվել եւ չեմ կարծում, որ դրանք համեմատության եզրեր ունեն իրար հետ։ Ձեզ ժամանակին բռնության մեջ էին մեղադրում։ Անի ջան, ով մեղադրում էր, հաջորդ օրը ձերբակալության համար ներողություն խնդրել, բայց ցավոք էլի որոշ լրատվականներ փորձեցին միայն մի կողմը ներկայացնել։ Դա այլևս այդ թեման փակ է եւ դրանք շահարկել է, կարծում եմ, ոչ բարոյական։ 2016 թվականին թույլ տվեք շարունակել ձեր հարցի պատասխանը տեսախցիկներին էլի նայեք։ Մեր գործընկերներին թույլ տան ավարտել։ Բայց տեսախցիկներին էլի նայեք։ Որևէ կերպ դրանք համեմատելու եզրեր չեն եւ ես որևէ քրեակատարողական հիմնարկում կամ իմ ընկերները չեն կարող հայտնվել, որովհետեւ հիմա խոսքը գնում է ահաբեկչական ակտը կանխելու մասին եւ դուք հիմա որևէ խոսակցություն, օրինակ ես կարող եմ բարևել որևէ մեկին կամ մի մարդու մասին խոսելիս ասեմ ընկեր ջան եւ այդ ընկեր ջանը դուք համեմատում եք ահաբեկչական գործողությունների պլանի հետ։ Ձեր ներքին խոսակցությունների մեր ներքին ոչ չի կարող այդպես լինել, որովհետև մենք նման խոսակցություններ չենք ունենում, որովհետև նպատակ չկա նման խոսակցությունների, հետևաբար
2016 թվականին, երբ որ Սասնա ծռերը գրավեցին ՊՊՑ գունդը, Նիկոլ Փաշինյանը այդ գործողություններին օրինակ չէր որակում ահաբեկչություն, չնայած որ այդ ժամանակ իշխանությունը նման որակում էր տալիս։ Եվ դա ըստ էության արդեն կայացած փաստ էր, հա, հարձակում էր տեղի ունեցել, սպանվեցին ոստիկաններ։ Ես կարծում եմ, որ 2016 թվականի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք, եւ հետեւաբար այդ գործողությունները ես կարծում եմ, որ դրանք կազմակերպված գործողություններ են եղել, օրվա իշխանությունների կողմից կազմակերպված եւ ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության որոշակի process-ներ գեներացնելու եւ որոշակի արտաքին մարտահրավերներ, որպես որոշակի արտաքին մարտահրավերներ կանխելու կամ դրանք երկարաձգելու։ Փաշինյանն էլ է դրա մի մաս եղել։ Առաջինը ինքը մտավ ՊՊՑ գունդը, ավելին Խորենացի փողոցում հենց ինքն էր գոռում իշխանափոխություն հիմա։ Եվ առաջինը չգիտես ինչու, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահ չմտավ, մի րոպե կարևոր բան է հայտարարել ժողովում։ Դուք ասում եք, որ դա process էր կազմակերպված։ Այդ կազմակերպված process-ի հատված եղել է Նիկոլ Փաշինյանը արդյոք թե ոչ, որտեղ ինքը կասկածելի հանգամանքներում առաջինը հայտնվեց ՊՊՑ գնդում եւ այդ ամեն ինչը սկսեց։ Դա լուրջ բան եք հայտարարել։ Ես էլ ասում եմ, եթե կազմակերպված էր, ապա Փաշինյանը դրա մի մաս էր, որտեղ ինքը առաջինը կասկածելի հանգամանքներում հայտնվել է ՊՊՑ գնդում, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահն էր, ինքը հիմա հարցը տվել եք պատասխանը։ Խոսքը գնում է Սասնա ծռերի եւ այդ ժամանակվա իշխանությունների մասին եւ այս քաղաքական process-ները Նիկոլ Փաշինյանն էր Խորենացի փողոցում գեներացնում։ Դրան Փաշինյանը որևէ process-ից տեղյակ չէր կարող լինել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը որևէ process-ի մաս չի կազմում։ Ինքը բառացի ասել է, անընդունել է Սասնա ծռերին որակել ահաբեկիչ։ Այսինքն Բագրատ Սրբազանի այդ խումբը, այդ հեղաշրջման պլանը, այսպես ասած, բերեցին, գցեցին ընդդիմության դուք համեմատում եք 2016-2025-ի այն process-ների հետ։ Ես կարծում եմ, որ 2025-ի Վազգեն Գալստանյանի կազմակերպած process-ները պետք է համեմատվի եւ համեմատելի են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի։ Բայց ձևով ավելի էր համեմատվում, քան սա մենակ բանը չի, ամեն ինչ թղթի վերա չի նարեկ։ Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը նախ Facebook-ում հայտարարել որ այլևս հայրախոսությամբ չի զբաղվելու, հետո էլ ասում է եկեք կոնսենսուսի գանք, մեկս մյուսին չհայենք, ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես շաբաթօրյակ հայտարարեց, բայց հիմա հայտարարում է։ Ինչպես է Զաննի ասում, ինչի որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի եւ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նաեւ ես կարծում եմ որ պետք է երկու կողմը Այսինքն նման բառապաշարով խոսելը կրթության եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս process-ներ, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին Սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ
որևէ այլ process-ով չզբաղվեն, առավել ևս չզբաղվեն ահաբեկչությամբ։ Բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություններ ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել էր արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում ու չիննավոր մի փաստակ ասում է նոր լույսի ներքո հանցագործություններ։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, այսպես են քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական ինչու նախկինում Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինյանի գրառումները հաստատաններն են արձանագրել հենց Նիկոլ Փաշինյանի գրառումները չէ թեստավեք ավարտը ուղղակի հոդված չկա էլի նոր լույսի ներքո նման բան չկա թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեր չկտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն հասակներն Մասիս Մելքոնյանն են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք է։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է, եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ մի միջամտել։ Բայց ովքեր են դա որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատական process-ների, որոնք ցույց են մեր ֆորմատը։ Իսկ գրառումները մակագրվում դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում, ինչպես է լինում որ քաղաքական Դիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ մարդու իշխանները ոտից գլուխ ոտ Նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ Անի քո ասացին, բայց այնինչ ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար ուզում են եւ ոչ մի շարք բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ ուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր Ձեզ չի ուզում, որ մայրաթոռը ԱԱՏ-ում ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Ինչպես եք դուք ներկայացնում Օրինակ Եղամ Նազարյանը ներողություն հավել եմ ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ Ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ Թունդ նիկոլական եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ։ Ամեն ինքն իր բառակապակցությունն էր, բայց հարձակումը ինչպես է գնահատում երևիճակը դու կադրերը տեսել եք Դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն է խոսում եւ իրավիճակն է գնահատում այն ինչ եղել է այնտեղ Շարունակվեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանրության ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու դրսվասավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը համարում են հարցակում, արժան եւ այլն, չեն համարվում մի հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման իսկ մայրաթոռով հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարցակում որևէ տեղի վրա այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր տեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ,
ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Նոր Աղբան Վարդանյանը հարցազրույցի համար է Կանան Բախոյան, որ դեր գործողությունները սրբապղծություններ մայրաթորի հետ կապված։ Ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Բայց այդ մարդը ես ավարտեմ իմ հարցի պատասխանը։ Բայց դուք չթողեք ես ավարտեմ։ Պարոն Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնականոններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփուշվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարդիկները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից, ընդամենը մեկ հրահանգով, դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը, ինչ արդարություն։ Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթումա ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայք հետո կհարցնեք բայց մի րոպե ո՞րն է էմոցիան ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել անջան հարցեք տվել ես ասում եմ հարցը չեք պատասխան հարցեք տվել դե պատասխանեք հարցին անջան ես եմ որոշում պատասխանել թե չէ դե ասեք չեմ պատասխանում անջան կլինի որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը կլինի որ դուք լսեք կլինի որ լսեք խնդրում եմ կլինի որ լսեք դուք նոր էմոցիաներից կլսեք պատասխանը դե խնդրում եմ լսեք հարցեք տղե բարի եղեք լսեք Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել ես կարծում եմ դրա մասին բարձրաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում է դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված է որպեսզի հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները որոնք տեղի են ունենում մի ամսվա մեջ ժամանակ է տրված որ դրանք կարգավորվեն բայց դրանք չեն կարգավորվում Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաև հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում, եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում, որպեսզի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման
ծրագիր է։ Պարոն Բաքոյան, երեխեք թողեք մի հատ հարց տամ էլի։ Պարոն Բաքոյան, տեսեք, դուք ասացիք, որ 1 ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը, կարծում եմ դեռ շուտ է։ Բայց Արցախը չկա։ Դեօկուպացիայի Արցախի Շուշիի Հադրութի դեօկուպացիայի Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրում եմ։ Դուք դատական եւ իրավական համակարգի անկախությունից եւ արդարությունից եք խոսում, նաեւ այստեղ մեր հնչեցած հարցերին պատասխանացում եք էմոցիոնալ, չոր իրավական տերմինաբանությամբ եթե գնանք, Միքայել Սերբազյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, այդ ընթացքում դա չի ծանոթվել եւ միայն հունիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանալով, որ նա գտնվում է Վեհարանում, հարձակում են իրականացնում Վեհարանի վրա։ Հիմա սա է ձեր պատկերացրած եւ սա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգը։ Եթե ես չեմ սխալվում, իրավապահները դրա նախորդող գիշերը եղել են առաջնորդանում մի օրը առավոտյան են եղել եւ Միքայել Սերբազյանը ոչ առաջնորդարանում, այլ եթե ես չեմ սխալվում, եղել են Յումրի քաղաքում եւ արդեն առավոտյան նաեւ տեղեկանալով, որ Միքայել Սերբազյանը գտնվում է այդ վայրում, այցելել են Քրեքերը խառնում, բայց ես ասում եմ, Միքայել Սերբազյանը չի ծանոթվել, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, նրանք միայն որոշում են հունիսի 25-ին ձերբակալել։ Ձեր հարցին հստակ հետեւյալ կերպ պատասխանեմ, որ դատական համակարգը որևէ մեկի կողմից չունի ազդեցություն եւ ձեր այս հարցը հստակ ուղղված է դատական համակարգին եւ այն մարմիններին, ովքեր այդ գործողությունները իրականացրել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան Բակրանին հարցին ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը Միքայել Սերբազյանին ձերբակալելու օրը Մայրաթորի հնչողողանջների ներքո ասում են, որ ժողովուրդ դուրս եկեք փողոց անոր Սարդարապետը։ Ինչն է պատճառը, պարոն Բաքյան, որ 60 եւ ավելի տոկոս հեղինակություն վայելող կառույցի պաշտպանությունը չի ստանձնում նույն այդ կառույցի հեղինակությունը այդքան բարձր գնահատած հանրությունը։ Ինչու ժողովուրդը դուրս չի գալիս պաշտպանություն եկեղեցու։ Դուք եք այդ հարցի պատասխանը։ Գուցե կոչանողների Ես թույլ տվեք այնինչ մտածում եմ դրա մասին չխոսեմ, բայց հանրությունը ինքն է որոշում դուրս գալ թե ոչ։ Պարոն Բաքոյան, ինչ է կարծում հանրային վերջացրեցիք։ Արդյոք սրանից հետևում է, որ եկեղեցին որպես ինստիտուտ է հեղինակություն վայելում, բայց ոչ դրա սպասավորները, հետևաբար դրանց սպասավորների հանրության կողմից որպես ինստիտուտ այդ է պատճառը, հարգանք այո վայելում է, բայց ես կարծում եմ մի շարք եկեղեցական գործիչներ, ովքեր դուրս են եկել իրենց հոգևոր ծառայության տիրույթից եւ քաղաքական գործունեություն են ծավալում եւ իրենց մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ կան, կարծում եմ սրանով նաեւ պայմանավորված է հանրության որոշակի վերապահում հենց այս անձանց նկատմամբ։ Եզրակացնենք, որ եկեղեցականները հեղինակություն չեն վայելում, հետեւաբար դրանց պաշտպանության համար ժողովուրդը։ Գիտեք, եկեղեցականներ կան, ես տեսել եմ ինչպես են իրենք հոգևոր ծառայություն մատուցում եւ ինչպիսի կյանքով են ապրում եւ ես որպես աստվածավախ մարդ համբուրում եմ այդ եկեղեցականների աճը, բայց այն եկեղեցականները, ովքեր իրենց ծառայություն տիրույթից դուրս են, ես կարծում եմ պետք է զբաղվեն այն ամենով, ինչով որ սկսել են զբաղվել քաղաքականությամբ, բարի գալիս քաղաքականություն եւ թող եկեղեցուն էլ հանգիստ Դուք նորմալ եք վերաբերում, եթե եկեղեցականները դադարեցնեն իրենց Ես կարծում եմ բավարար պատասխանեցի, բայց ես այս ընթացքում նաև միտք գեներացա, որի մասին կուզեմ խոսալ եւ կարծում եմ արդեն ավարտում ենք։ Հենց իմ հարցի ժամանակ որոշեցիք այդ։ Նահարճանք պատասխանեմ ձեր հարցին, բայց ինձ հետաքրքիր է, որ նաև մեր լրագրող գործընկերների կողմից հարցադրում է նաև հենց վերջի իրադարձությունների մասին
այլ կերպ կամ այլ տեսանկյունից չբարձրաձայնվեց։ Այ օրինակ ինչպես կանխվեց նոր ահաբեկչությունը կամ արդյոք այդ ահաբեկչությունը, որ տեղի ունենար, ինչպիսի հետևանքներ կունենար։ Եվ ես այս հարցադրումները պարզապես չեմ իշխանազավթման այս որերորդ գործն է, ինչ ճակատագիր են ստացել։ Դուք գիտեք, այս որերորդ գործն է Նիկոլ Փաշինյանի օրոք, Բազեյանի գործը կա, իշխանազավթման հետ կապված, Տերևաթափի գործը կա, Աշոտ Երկաթենց գործը կա, ու բոլորը ու հանկարծ բոլորը մեծամասամբ ազատության մեջ են, բացի Սերոբ Գասպարյանի գործի։ Հասկանում եք, եթե այդքան ռեալ է տենց վտանգը, այդքան ռեալ է, բայց ծանր հանցագործները ինչ են անում փողոցում։ Եթե այդպես ծանր հոդվածներ են, այդքան ռեալ է այդ վտանգը, այդքան շոշափելի է, ինչ են անում փողոցում։ Չպատասխանեցիք։ Ասում եմ ինչ են անում։ Գիտեք, այս որերորդ նմանատիպ գործն է։ Ուզում եմ ասեմ, դուք եք այս հոդվածները դարձրել եք ձերքի հետ խաղալիք։ Այն կառույցներին, ովքեր զբաղվում են դրանով, ձեզ կպատասխանեն։ Ասում եմ ծանր հանցագործները ինչ գործ ունեն։